կառավարության 110-րդ տարելիցն է։ Ինչ է ձեզ համար օրվա խորհուրդը, ինչպես կբնորոշեք այն։ Օրվա խորհուրդը կասեմ, որ չի մոռացվում, չի մոռացվելու, անկախ կողքի ուժերի ազդեցությունից, սա ամեն հայ սրտում կա, ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել, այո, պարտադիր, ամեն տարի գալիս եմ, չնայած նրան, որ աղջիկս ծնվել է այսօրը, խորհրդանիշն է ապրելու։ Այսօր գնում են ըստ էության ուրացման, մոռացության, այս ամենը ինչով է պայմանավորված, ասել են մարդկանց, ովքեր ասում են, դե 100 տարի առաջ է եղել է, անցնենք, ապրենք, առաջ գնանք։ Լավատեսություն չեմ կարող բնորոշել, դա լավատեսություն չի։ Պարզապես մեր կամքը մենք գիտենք, հայի կամքը գիտենք, ինչ պարտադիր է, որ ամեն ղեկավարի ասած լսվի։ Մենք մեր կամքը ունենք, դա մեր արյան մեջ է։ Այսինքն որքան էլ պայքարեն մեզ փորձեն մոռացության մատնել, դա հնարավոր չէ։ Հնարավոր չի։ Իսկ հիմա թուրքերի եւ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությամբ ապրելը հնարավոր համարում եք։ Գիտեք, մեր պատմությունն է դա էլ մոռացնել չի լինի, բայց երբ որ ուզում ենք շարունակել ապրել լավ, մենք մեր թոռներին, մեր ծոռներին, չգիտեմ որքանով կարող ենք այդ իրողությունը պատմել, ես այս ժամանակվա համար եմ խոսում, բայց իմ թոռները, ծոռները արդյոք այդ մտքին կլինեն։ Դուք հավատում եք, որ խաղաղություն է լինելու։ Իրենք բերում են խաղաղություն այս իշխանությունը։ Չէ։ Չի լինի դա։ Այ իրական Հայաստանի մասին է խոսվում, գաղափարախոսությունը, իրական Հայաստանի փոխարինած պատմական Հայաստանը փոխվում է, իրական Հայաստանով Արարատի մասին այլևս մենարագած։ Եթե պատմությունը մոռանում ես, դու այլևս գոյություն չես ունենում, ինչ-որ մեկի լծի տակ ես ապրում, դա հասարակ տրամաբանություն է, ոնց կարելի է։ Մեր պատմությունը, որ չպահենք, ինչը պահենք, հարկերը պահենք, դա մոռացվելու է, դա ամեն ղեկավարի հետ փոխվելու է, տրանսպորտն էլ է փոխվելու, աշխատավարձն էլ է փոխվելու, բայց պատմությունը հո չի փոխվում, հասարակ տրամաբանություն է դա։